մետր, մնու պակաս ընկնի BMW-ի տակ։ Ես էլ եմ գնում, ես էլ եմ գնալու մտնեմ։ Հա դուրը։ Քեզ ով անասես։ I am LS7։ Ուշադիր նայեք այս վիդեոն միջև վերջ եւ դուք կտեսնեք այնպիսի բաներ մոտ 27 միլիոն դրամ արժողությամբ չինացու մեջ, որոնց մասին նույնիսկ Իլոն Մասկը չի լսել։ Իսկ գերմանացին դրանց համար կուզեր մինիմում 3 անգամ ավելի, բայց մեկը նույնը չէր տա։ Չինաստանի արտադրության մեքենաները նենց մեծ լոնքերով են գնում առաջ, ասենք մի 3 տարի առաջ, լիովին ուրիշ շուկա էր, լիովին ուրիշ արտադրություն էր։ Այսօր արդեն այնքան են չինացիները Եվրոպայից եւ առհասարակ տարբեր աշխարհի ավտոարտադրող ծայրերից, հա, այնքան են դիզայներներ, ինժեներներ ու կարևոր մարդիկ գողացել բերել իրենց մոտ, որ ահա որ տեմպերով են զարգանում ու առաջ գնում։ Հիմա ձեզ թվում է, որ սովորական էլի հերթական ինչ-որ բան է, crossover է, SUV, հա, չինական, բայց սրատակ գալիս է Michelin գործարանից, օրինակ, հա, գալիս է Brembo արգելակման համակարգ, էլի օրինակ, կամ կախոցները գալիս է Bilstein, այսինքն այդ նշանակում է, այս մեքենայի վրա գրեթե շատ բան չեն խնայել, այսինքն լավ, ինչ պետք է, մտածած է, ինչ պետք է արած է։ Այս մեքենան Հայաստանի Հանրապետությունում ավելի շատ հայտնի է որպես բանը, այն կետգիծ-գիծ-կետը, ահա, կետգիծ-գիծ-կետն է, որովհետև մինչև այսօր, մինչև նկարահանման պահը, նույնիսկ ես չգիտեի, որ այս մեքենան IM Motors-ը, IM լոգոտիպը շատ հետաքրքիր ինտեգրել են կոճակի հետ բեռնախցիկի։ Հասկացաք։ Լավ է, չէ։ Ապսար լավ է, գիտես, չէ։ Բավականին մեծ բեռնախցիկ ունենք 700 մոտավորապես 30 լիտր։ Այն նստարանը կարող ենք պարկացնել, որ ունենանք ավելի շատ մեծ բեռնախցիկ։ $2,000 years later. Ախպեր դու չես շտապում ենք շուտ արա։ Ասենք սրա տեղը կարար գիտեք ինչ լիներ։ Հատ սենց բռնակ լիներ, սենց քաշիր ընկներ։ Ոնց որ լիքը մեքենաների մեջ։ Այս իհարկե թիթիզություն է։ Բայց նայեք Այս պարկեց, այս նստարանը, իսկ սա ոչ, որը օպցիա է, ահա, այսինքն դուք վճարում եք ավելի շատ, հա, ավելի full կոմպլեկտացիան եք վերցնում, որ ունենաք սենց նստարան, բայց որը չի պարկում, այսինքն ունենում եք կիսատ մեծ բեռնախցիկ, բայց հիմա ցույց տամ ինչի հաշվին, ինչի խաթր դուք չեք ունենում մեծ բեռնախցիկ։ Նախ ասեմ, որ դռները բացվում են մի քիչ տարօրինակ, բայց հետաքրքիր, որ բռնում ես, պետք չի բռնակը քաշել, ուղղակի բռնեցիր ինքը բացվում է, ահա, այսքան, մնացածը արդեն ոնց որ ասում է բարի եղի դու ինքդ։ Մեծ բեռնախցիկ չունենալու շնորհիվ ինչ ենք մենք ունենում։ Տեսնենք։ Ահա, տեսնում ենք։ Էլի դանդաղ է։ Էլի երկար եք սպասելու, բայց այդ չի հարցը։ Ստեղ եք էլ է։ Այս նստարանը գնում է առաջ, մտնում է կենտրոնական բարձակի տակ։ Ես էլ եմ գնում, ես էլ եմ գնալու մտնեմ։ Ահա։ Բայց դրա պատճառով էլ, այսինքն դրա համար մեքենան չունի բորդոչոկ, որ այս դիմացի նստարանը տեղավորվի, բայց այդ ամեն ինչը, հանգչում է ուղղակի, երբ սեղմում ես այն կոճակը։ Աու, okay։ Այս սրա խաթր։ Ունենում ես այսպես նստարան, ունենում ես ամրագոտի, որը ձգված է նստարանին, ոչ թե մեքենային, այդ արված է նրա համար, որ այսպես գնալու լինես
Այսինքն երբ որ պարկես, ստեղի ամրագոտին հաստատ շատ սխալ քեզ կգրկի, սենց ճիշտ է գրկում, բայց ամեն դեպքում ես չգիտեմ այդ օքեյ է, սենց գնալ ու սենց ընկնել ինչ որ ավտովթարի մեջ։ Այսինքն գնաս այն նստարանի տեղ էլի, մի րոպե։ Հա, կարաս մի խոսքով։ Շատ հարմարավետ է։ Բնականաբար, ստեղ մենակ մի բանն էր, որ մի քիչ սխալ էր հաշվարկած, նայեք, հիմա որ հետ ծալվենք, նայեք, ոտքերս ուղիղ դրած է, ես էլ շատ հաղթանդամ տղամարդու բոյ չունեմ, բայց նայեք, ոտքերս նայեք, կեղտոտեցինք ես մարդկանց նստարանը, հասկացաք, այդ էլ էին ոտերը են երկարներից չի էլի, իսկ պարկելուց առհասարակ ես ոտքերդ մնում է սրա տակ, Ահ, հերիք, ինչ-որ, հա, մի քիչ մենք իրար լավ չենք հասկանում, ամեն դեպքում, բավականին հետաքրքիր նյութերից է խոսում եմ հետըտ, հետաքրքիր նյութեր է օգտագործած առհասարակ ես մեքենայի մեջ, նայք, ստեղ ու ստեղ, օրինակ, սեզ չգիտեմ ես կտորի անունը, բայց ջինսանման ինչ-որ կտոր է, հա, համ գեղեցիկ է շատ, համ յուրահատուկ է, որ մեքենայի մեջ օգտագործում են, օգտագործած է դե լավ, բավականին լավ կաշի, փայտ, մեկ էլ, իմ ամենասիրած բանը, տանիքը, ալկանտարա, դզեց, ստեղ, ես երևի առաջի մեքենան է, որ նստել եմ, հետևից եմ սկսում խոսել, ունենք սենց հետաքրքիր արմնկակալ, Type-C, չէ, Type-C չունենք, սենց բաժակի տեղերով, սեղմում ես բաժակը պահում ակ, հաշում ես ճլըտ ներքև, այս նստարանը սրա նման հարմար չի բնականաբար, բայց սովորական կոմպլեկտացիայի տարբերակում, սենց սովորական նստարան է գալիս նաև ստեղ, ունենք մեծ պանորամա, որը գոնե լավա մուքա, բայց էլի բան չունի, կտոր փակող չունի, բայց մուքա արևը շատ չի սպանի, արի, come on, նայեք, այսենց ծակծակիկներ կան, որոնց հետևը բարձրախոսներն են տեղադրված, ինդիվիդուալ ակուստիկայի համար, ունեն նաև այս նստարանները, ամենաառաջի հայացքից, այսինքն ամենաառաջինը ինչքն է աչք ծակում այս մեծ դիմապակին, որը մինչև ստեղ է, կեսից մքեցրած է ու լավ մքեցրած է ապակին, նայեք, քանի որ մեր սա առաստաղը ալկանտարա, սա էլ է ալկանտարա, շատ հաճելի, ու սենց օպլա, նայեք, սենց ալկանտարայի վրա կախած սենց հայլի փակիչ, որը մագնիսով գտնում է այստեղ, հաճելի է, հոպ, Սենսորային լուսավորություն, ոչ ոքի դրանցով չես զարմացնի, մնացած, ինչի է ինձ սենց խորը նստացրել ինքը, մի քիչ մարդավարի վերաբերվի ինձ։ Ունենք այստեղ գեղեցիկ, այսենց հաճելի կաշվից արմնկակալ գնացովի գալացովի, շատերիս ուղեղի նման, մեծ 3 մանիտոր, ինչն է ամենահետաքրքիրը այս մանիտորների, նայեք, ապա, ու ամբողջ ինտերֆեյսը փոխվում է, այստեղ սաղ դարնում են թվեր, ժամեր, ման, բացում ես արդեն դարնում է մուլտիմեդիա, ունենք հնարավորություն նաև առանձին իջացնելու, եթե ուզում ենք, ասենք, պատժենք մեր ուղևորին, դարձացի, ունենք աշխարհի ամենափոքրիկ հայլին, այսքանը, այս հայլին, ինչի, որովհետև հետևի ապակին էլ այսքան, հələ մի հատ էլ լիքը պոդգոլովնիկներ կան, մի հատ էլ մեծ նստարան կա, որը հայլու մեջ մենակ այդ նստարանն է երևում, հետևի տեսադաշտ ընդհանրապես չունես, դրա համար, այսինքն արտադրողը գիտի, որ այս հայլին առանձնապես այս տանը պետք չի, դրա համար այսենց ֆունկցիա ունի, իսկ հետևի որպես հայլի ծառայում է բնականաբար տեսախցիկները, մեքենան ունի 11 տեսախցիկ,
որը ապահովում է մեզ եւ 360 աստիճան տեսադաշտով եւ հետեւի մի խոսքով այդ ճանապարհներին սաղ կփորձենք։ Նստարանների կարգավորումը եւ ունենք կոճակներով ստանդարտ, ստեղել եւ ունենք մի փակվի։ Եվ ունենք մանիտորի օգնությամբ։ Այսինքն բերում ես, նա դու գնա։ Նկարում ենք անում, ահա։ Podgolovnik։ Опа, podgolovnik вверх։ Опа։ Մի խոսքով, խաղալիք։ Այս նույն բանը կարելի է անել կոճակներով, էլի, ավելի ինտուիտիվ հասկանալի։ Էլ ինչ հետաքրքիր բան ունենք այստեղ։ Հետևը իջացնել, մեքենայի եթե ինչ-որ ծանր բան պետքա բեռնախցիկը դնես, բեռնախցիկում էլ այդ կոճակից կա, ավտոպարկինգ ունենք, իհարկե։ Ես ուզում էի բանը, երաժշտություն մի հատ լսեի, հասկանայի այս սրանք, այս բարձրախոսները ինչքանով են էֆեկտիվ։ Գիտեմ, որ սրանք աշխատում են, լավ աշխատում են այն դեպքում, երբ որ հեռախոսով խոսում ես, հա։ Եթե չեմ սխալվում, մենակ ես բարձրախոսներն են աշխատում, թե ֆունկցիայով ես դնում, որ իբր մենակ դու լսես, էլի խոսակցությունը։ Ունենք CarPlay, ունենք Android Auto, որ ոչ բոլոր մեքենաները ունեն։ Music, հիմա մեզ հետաքրքրում է ինչպես է աշխատում բարձրախոսները։ Հայրիկից մի կույրացրու, չէ որ ես քո որդին եմ։ Լսում։ Երաժշտություն ենք ուզում։ Çok teşekkürler, çok sağ olun. Adaletin uzmanı bizlerle birlikte içerisinde karıştırılan o hileleri, o sakatatları konuştuk diyelim. Ve en önemlisi hiç şüphesiz ki kendisi... Ինչի է համալիրի մոտ բռնում ես։ Ահա։ 360 աստիճան տեսախցիկ է արդեն գիտենք, բոլոր օգնող համակարգեր են ամենահետաքրքիր ձևերով, մի խոսքով այսօր այն Չինաստանը ինչքան տեխնոլոգիա ունի, կա նաև այս մեքենայի մեջ, այսպես ասեմ, հա։ Գրեթե նենց բան չկա, որ ինչի մասին գիտենք, ստեղ չկա։ Հիմա այդքան չեմ կարող մանրանամ, մեր եթերաժամը ուղղակի չի հերիքի։ Մենք էլ ունենք նրանից, ես էի ման գալի մի ժամ։ Վախ։ Ստեղ մասաժել ունենք։ Միացավ ավտոմատ մերսումը, այնտեղ միացավ մեր մոտ գիշերային տեսարան, սիրուն լուսին, բան, մենք դա կարանք փոխենք։ Ահա, հիմա մենք սարերում ենք, անձրևի ձայն, խլը։ Ու այս ամեն ինչը ուղղորդվում է չինական մերսումով։ Մի քիչ գիշեր։ Ինչ անում գիշերը։ Գիշեր։ Լագիչն է։ Գիշերը մուտա ոչ միացած չի ձեն չկա։ Ուղղակի գիշեր։ Ամենալավը մասաժն է մեկը։ Հերիքա, մեկ էս հենց հետաքրքիր բան ունենք, Rainy Night-ը կոչվում։ Այս մոդը շատ պետքական բան է, երբ որ լսում եք ինքը ավտոմատ փեյջերը միացրեց, պահեց ապակիների վրա, որ չքրտնի, որովհետև դե անձրևի ժամանակ բոլորիս պատուհանները փակա, ու ստեղ տեսախցիկով համ այդ ինչն է ցույց տալի, ինքոմն է ցույց տալի։ Հա, հայլիները գալիս է այստեղ, այսինքն համ աչ հայլին ես ունենում, համ ձախ հայլին ես ունենում։ Որովհետև լիքը դեպքերում ուժեղ անձրևի ժամանակ այս հայլիները ուղղակի չես տեսնում։ Լավ, հիմա գնանք արդեն հավանաբար ու մի քիչ էլ ճանապարհին հասկանանք այս մեքենա այսքան որ մտածել են, ստեղծել են, սարքել են, հորինել են, գոնե հարմար է, թե չէ։ Եկել ենք Team Energy-ի ամենաարագ լիցքավորման կետի մոտ 240 կիլովատ ժամում լիցքավորում է, այնց հնարավորություն ունի։ Ու հիմա հասկանանք, թե այս մեքենան մաքսիմալ ինչքան կիլովատ ժամում կարա հնարավորություն ունի լիցքավորվելու։ Քանի որ մենք այդպես պաշտոնական տվյալներով չգիտենք։ Հիմա կստուգենք։ Զգուշ, օպ, ահա, հիմա գալիս ենք ստեղ,
Սենց նայում ենք։ Իդեպ ասեմ, եթե սիրում եք երկար ճամփորդել ու ունեք էլեկտրական մեքենա, կարող եք հանգիստ Հայաստանի Հանրապետությունով պտտվել, որովհետև Team Energy-ն լիքը կայաններ ունի տարբեր տեղեր, այսինքն բոլոր ուղղություններով հանգիստ կարող եք երթևեկել։ Ահա, ուրեմն ունենք 80 կիլովատ լիցքավորման արագություն, այն պարագայում, երբ որ մեր մարդկոցը 74% լիցքավորված է։ Հիմա որ 0 լիներ, այսինքն լավ ցածր լիներ, կարող է մի քիչ ավելի բարձր լիներ այս թիվը, որովհետև հիմա էլ գնալով իջավ 77 կիլովատ։ Բայց հիմա մեզ պետք չի լիցքավորել, այս ուզում էինք ուղղակի ստուգեինք։ Սովորել ենք էլի սենց բաները, ոնց որ ժամանակն է արդեն մի քիչ գլուխ հանելու այս հոսանքեղենից։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք նոր տեսանյութերը, որովհետև շատ մարդիկ ինձ տեսնում են ու ասում են, էլ նոր վիդեոներ չեք նկարում, բայց մենք նկարում ենք, այդ նշանակում է մարդկանց մոտ ցույց չի տալիս, որովհետև բաժանորդագրված չեն ու ինչ որ ալգորիթմներից կորել ենք։ Բաժանորդագրվում եք, լայք եք դնում ու ցանկալի է գոնե մի կոմենտ գրեք, կապ չունի լավ թե վատ, կարող եք գրել առհասարակ ինչ կարծիքի եք էլեկտրական մեքենաների մասին, կամ գրեք հենց այս մեքենան, ասենք, ձեզ դուր է գալիս թե չէ, ասենք, սա թե Tesla, հա, օրինակ։ Բաժանորդագրվեք նաև Instagram-ում, այնտեղ այլ կոնտենտ է գնում, գնացինք։ Կյանքում չէի պատկերացնի, որ այս արևիկը ինձ պետք կգա։ Արևը նենց իդեալական տեղում կլինի, որ հենց այսքան մասը փագի։ Մեքենայի մեջ շատ լուր է, ձայնամեկուսացումը շատ լավն է, երկակի, երկշերտ ապակիներ ունի։ Պատրաստման նյութերը բավականին լավն են, կոմֆորտը շատ լավն է, շատ փափուկ է, դե Bilstein-ները իրանց անում են։ Ու այդ կոմֆորտը, որ ասում եմ կոմֆորտը, հələ մենք սպորտ ռեժիմում ենք, ունենք նաև կոմֆորտ ռեժիմ։ Ուզում եմ հասկանամ կախոցների վրա շատ է ազդում, կախոցների աշխատանքի։ Հա, մի քիչ չորանում է, բայց այն ձեր պատկերացրած տարբերությունը չի։ Սենց են որ կոմֆորտ, սպորտ։ Մեկը ինքը կոմֆորտի մեջ է, նույնիսկ սպորտ ռեժիմում։ Ստեղ ունենք ռեկուպերացիայի համակարգ բնականաբար, որը որ գազը թողելիս էներգիա է սկսում հավաքել մարդկոցը, բայց ստեղ բավականին մեղմ է այդ ռեկուպերացիան, այսինքն այն որ մի տերմին կա, որ ասում են one pedal driving, այն որ մեկ ոտնակով վարում մեքենայի, այսինքն այնքան ուժեղ է ռեկուպերացիան լինում որոշ մեքենաների մոտ, որ գազը թողնում ես, կոնկրետ ինքը արգելակում է, շատ ուժեղ աշխատում։ Ստեղ տենց չի, ստեղ շատ թեթև է տարբերությունը զգում ու տենց են որ էլի կոմֆորտի մեջ է, կամ մեքենան շատ ծանր է, ինչ որ չնայած սաղ էլ ծանր են էլի պլյուս մինուս էլեկտրական մեքենաները, նենց որ չեմ կարծում որ դա հարցը, երևի էլի որ կոմֆորտը չտուժի դրա համար է արած։ Ճիշտ է ինքը այդ պարագայում էլի տենց տեմպով չի լիցքավորի մարդկոցը ոնց որ այդ one pedal պարագայում, բայց դե ամեն դեպքում։ Սա, այսինքն այս թանկ top տարբերակը 100 կիլովատ մարդկոցովն է, 580 դիաուժ ու մոտավորապես 620 կիլոմետր վարման հնարավորություն ենք ունենում։ Այն մեկը 90 կիլովատ մարդկոցովն է, մի քիչ ավելի քիչ է ռեյնջը եւ հզորությունը բնականաբար։ Այս մեքենան կոնկրետ արտադրված է այս մեր խցանումների, մեր փողոցներում վարելու համար։ Սենց նստում ես մեջը ու անջատվում ես, մի քիչ լավ երաժշտություն միացնես, այս ակուստիկ աուդիո սիստեմը շատ լավ քեզ ռելաքս կպարգևի, բայց էլի սիրահարի մեքենա է, նախ պետքա ունենաս համապատասխան ենթակառուցվածք, գոնե ինչ որ քո տան սահմաններում, հա, որ հարմար լինի սրա լիցքավորումը եւ այլն։ Ու պետք է սիրես սենց անձեն երթևեկելը, ինչը ես չեմ սիրում։ Այս մեքենան իմ ընկերոջից եմ վերցրել ու ինքը շատ գոհ է ու ի տարբերություն ինձ շատ է սիրում էլեկտրական մեքենաներ։ Ամեն դեպքում, եթե սիրահար եք էլեկտրական մեքենաների, միշտ էլեկտրական չինական արտադրության մեքենաները խորհուրդ եմ տալիս ձեռք բերել միայն պաշտոնականներից, կապ չունի ինչ բրենդ։ Բոլոր էլեկտրականները միայն պաշտոնականից։ Կարող է մի քիչ թանկ լինի պաշտոնականում
սովորական բերողի համեմատ, հա, բայց պաշտոնականը տալիս է երաշխիք, այդ երաշխիքի մեջ մտնում է ամեն ինչ, յուրաքանչյուր խնդիր բոլոր հանգույցների, բացի դե բնականաբար ինչ որ մեխանիկական վնասվածքներից, հա, եւ այն հաճախ փոխվող դետալների մասերից, այսինքն կլինի կոճղակներ արգելակման կամ յուղ, բնական է, այդ վճարովի է, բայց պաշտոնականները բոլոր խնդիրները վերցնում են իրենց վրա։ Այս մեքենան ունի 6 տարվա երաշխիք ու սահմանափակում չունի կիլոմետրի վրա, այսինքն 6 տարվա մեջ ինչքան ուզում ես վարի։ Հիմա մենք մի հատ էլ կիջնենք սպորտ ռեժիմ, որ մեզ եթե չխանգարեն, զգանք արագացումը մի քիչ։ Okay. 4.5 վայրկյան է 0-ից 100 արագացումը, դե հիմա մենք չենք կարող դա չափել այս պայմաններում։ Արգելակները լավն են, Brembo-յա։ Հիմա ուզում եմ հեռախոսս չլիցքավորվի, որովհետև տաքանում է, բայց չգիտեմ ոնց են անջատում։ Բայց կարանք սենց անենք, որ բայց մեկը լիցքավորվում է։ Այդ բաց թողին գոնե շնչի։ Այս կլիմատ կոնտրոլի կարգավորիչներն են բավականին լավը, սենց էլի սենսորային, թիթիզություն է իհարկե, բայց ամեն դեպքում ստեղ էլ ոչ մի ավելորդ բաներ չես ունենում, մեխանիկական ոչ մի գործողություն ձեռքով չես անում, սենսորի միջոցով ես բարձրացնում, իջացնում, աջ, ձախ, բայց այս բավականին հին տեխնոլոգիա է, ես հիշում եմ այս տեխնոլոգիան 2017 թվականին տեսել եմ Porsche Panamera-ի մեջ։ Ասում եմ այդ մնուպակասը գնե BMW-ի տա։ Հիմա եկեք մի հատ փորձենք cruise control-ը ոնց է ակտիվանում, ուղղակի այս փոխանցումատուփի բռնակը եւս մեկ անգամ իջեցնում ես D-ի վրա։ Բլրմպամ։ Այս հիմա ինքը ճանաչելու է, սա։ Այս Հայաստանում նենց վախենալու է այս cruise control-ը։ Ստեղից ավտոբուսա դուրս գալիս, ստեղից քեզ վազանց են անում, բան ու ղեկի տակի փոխարկիչներով, այս կողմի փոխարկիչով շատացնում եւ քչացնում ենք հեռավորությունը դիմացի մեքենայի միջև, այս կողմի փոխարկիչներով բարձրացնում եւ իջեցնում ենք արագությունը։ Դիմացի մեքենայից կպած գնում է։ Հիմա եթե միացնում եմ թարթիչ, չգաս, թարթիչ ենք միացնում։ Երիկա, դզվի, ապրես։ Տեսեք, թարթիչը ուղղակի միացնում ես, ինքը շարքը փոխում է, եթե անվտանգ է, բայց այդտեղ քանի որ լիքը օպելներ կան մեր դեմը, ոչ մի անվտանգ բան չկա։ Այս պարագայում։ Չէ։ Դե արագացի։ Ահա։ Բռնեցինք ղեկը, բռնել եմ։ Բռնացա։ Յա։ Ապրես։ Մի խոսքով լավ բան այս cruise control-ը, բայց Հայաստանի համար չի։ Եթե պետք է ակտիվ cruise control-ից օգտվես, խորհուրդ չեմ տալիս մեր իրականությունում, որովհետև ինչքան էլ զգոն մնաս, մեկը ակտիվ cruise control-ի ժամանակ լիքը օրգաններ, լիքը զգայարաններ թուլանում են, անջատվում են ու շատ շուտ շատ տհաճ իրավիճակի մեջ կարաս ընկնես։ Կարա ուղղակի պարզապես այս ճանապարհի գծերը միտեղ վերջանա կամ sense գնա ընկնի ձորը ինչ որ միտեղ կամ դիմացիցդ գնացող մեքենան կարա շատ կտրուկ շրջադարձանի, դու էլ հետը ու գլորվեք Վին Դիզելի պես։ Մի խոսքով բոլորիս մաղթում եմ հաճելի ապագա կլինի բենզինային թե տոկով։ Ստեսություն։